կանայք օգտագործում են ուրեմն միոմայի դեպքում զվարանի կիստայի եւ արգանդի ֆիզիկի ուռուցքի դեպքում լվացումներ են անում, որ 2 անգամ այդ ֆերմենտացված ջրով կաթեցնում են աչքին, որպեսզի ասենք գլակոմայի եւ կատարակտայի, ասենք զերծ մնալու եւ մաստոպաթիայի դեպքում սկսում են կրծքագեղձին, մենք տալիս ենք իհարկե այնտեղ ֆերմենտերով հարստացած ինչ որ մի բան եւս խմելու, որպեսզի վիրահատության կամ քիմիոթերապիայի կատարակատման կարիք չզգացվի։ Եթերից դուրս դուք խոսում եք նաեւ նրա մասին, որ ձեր ուրեմն այս ծննդային հավելումների պատրաստման ժամանակ երբեմն պետք է լինում նաեւ կանապիսի օգտագործում։ Կբացատրեք մեր հեռուստադիտողներին ինչ բան է կանապիսը, ինչպես է դա օգտագործում եւ ինչ արդյունքներ կարող է տալ։ Ուրեմն կանեպը միակ բույսն է, որի ներկայության դեպքում ոչ մի միջատ այդ տարածքում չի լինում։ Պարազիտներ բաներ չեն լինում։ Այդ հոտից փախնում են։ Ես առաջարկում եմ, որպեսզի մեր կառավարությունը ուշադրություն դարձնի այն 5 հոգին, ովքեր ունեցել են լիցենզիա, որպեսզի արտադրեին կամ ունենային այդ կանեպի արտադրության բանը, մենք ընտրենք մեր հայկական տարբերակը, հայկական բանը, պատրաստենք կենսաբանական ակտիվ նյութ, իմիջիալոզ ես դրա լիցենզիան ունեմ, որ որպես կենսաբանական ակտիվ նյութ եւ մեր հիվանդները շատ հաճույքով էլ օգտագործում են։ Դա ոչ կախված ինչի համար է դա։ Դա ունի հակաուռուցքային հատկություն, հիմնականում հակաուռուցքային, հակաքաղցկեղային հատկություն, եւ մեր հիվանդները ոչ մի ցավազրկողի անհրաժեշտություն չեն զգում։ Պետք չի նրան ոչ մի ցավազրկող։ Ապրում է իր նորմալ կյանքով։ Բայց Հայաստանում այդ արտադրությունը այդպես էլ չստացվեց դնալ։ Ես կուզենայի, որ Հայաստանը, եթե մենք դնենք պլանտացիաներ ունենանք, որ ինչպես ասենք Չինաստանը, Ամերիկան, Կանադան, Ֆրանսիան, Իսպանիան, Հոլանդիան, պլանտացիաներ ունենան, դնեն վերահսկողություն, մենք կարող ենք զարգացնել տեքստիլ արդյունաբերությունը, ջինսի շալվարներ կամ չգիտեմ, պիջակ, սարոշկա եւ այլն, եւ մեքենաշինությունը, այսինքն մեքենաշինություն, տեսեք, չինացիները սմալան խառնում են այդ բամբակի ստացած այդ նյութի հետ, ստանում են մեքենայի կուզով, դուր, լուսամուտ, ես չգիտեմ ինչ, եւ շատ թեթև ու շատ երկարատև կյանք ունեցող, այսինքն նա ոչ ժանգոտ էլ կա, ոչ փշանալ կա, ոչ էլ ուզում ես մուրճով հարվածի, ինչով ուզում ես հարվածի, դա չի կոտրվում դիմացքում։ Թող Հայաստանն էլ անի, մենք էլ անենք, ինչի չանենք։ Հայաստանում դա չեն անում ըստ երևույթին, վախենալով որոշակի ռիսկերից, որ ասենք կանեփի արտադրության կամ պլանտացիաների գոյությունը արեք վախենանք ատոմակայանից, կարող է պատահի հանկարծ Աստված որ չանի, վաղը միսօր ատոմակայանի մի հատ ուծերկա լինի այնտեղ բանի, պետք է մենք վերանանք, ռադիացիայից պետք է վերանանք, բայց ինչի չեն վախենում ատոմակայանից, ինչ ասենք ատոմակայանը փակենք, այդ չի լինի։ Այսինքն դուք կարծում եք, որ այդ ռիսկը եւս կարելի է կառավարել։ Իհարկե կառավարել, պետությունը այդ հսկողությունը վերցնի իր վրա։ Դուք խոսեցիք հայկական կանեփի մասին։ Հայկական կանեփը ինչ որ առանձնահատուկ հայկական կանեփը գերազանցում է ինձ հայտնի եւ հոլանդականը, եւ իսպանականը, եւ ֆրանսիականն ու ամերիկյանը։ Մենք պատրաստում ենք կենսաբանական ակտիվ նյութ եւ մենք մարդուն չենք գցում կախման մեջ, որ նա դառնա նարկոման կամ եւ այլ։ Ոչ։ Նա կարող ամիսը մի անգամ մի թեյ կտալ խմի, որ չհիվանդանա։ Դա չի նշանակում, որ կախման մեջ է։ Ինչ ծրագրեր ունեք մոտ ապագայում անելու, ինչը դեռ չեք, ինչ ուղղությամբ դեռ չեք զարգացել, որ փորձում եք այդ ուղղությունը եւս զարգացնել։ Նպատակները մի քիչ շատ են, ես կուզենայի, ասենք, թեման մի քիչ քննարկվել է ինչ որ մի որոշ տեղերում, կապված ռազմական արդյունաբերության բանով, բայց դա առանձին թեմա է, առաջարկել եմ մի քիչ բարձր կարող մարդկանց, բայց ինձ թվում է դա իրենց խելքի բանը չի էլի, որ մենք կարող ենք այս վիճակում չհայտնվենք։ Դա կուժեղացներ մեր ռազմական հզորությունը։ Իհարկե կուժեղացներ, դաժե մենք կարող ենք Ադրբեջանի հետ ուրիշ լեզվով խոսենք։ Ես չեմ ուզում, որ մենք հիմա որևէ մանրամասնություն բացենք այդ տիպի խոսակցության, բայց ես հորդորում եմ մեր պետական պաշտոնյաներին, ովքեր պատասխանատու են այդ ուղղությամբ աշխատելու, ականջալուր լինեն պարոն Մելիքյանի ասած այդ խնդիրներին
Եվ ես որքան տեսնում եմ եւ սննդային հավելումների մեջ եւ խմիչքի արտադրության մեջ եւ այլն դուք բարձր ստանդարտներ եք պահպանում, որը հնարավորություն կտա այս սապրանքը արտահանել երկրից եւ վաճառել այլ երկրներում։ Չգիտեմ, ուրիշ բան ունեք ասելու։ Լրացուցիչ ասեմ, եթե որևիցե մի, ես չեմ ասում մեր տարածաշրջանում, ասում եմ աշխարհում, եթե որևիցե մեկը, որևիցե մի կազմակերպություն արտադրող ոգելից խմիչքներ, սրա նման ինչ-որ մի բան կարտադրի, ուրեմն սա բանի պետք չի, նա ինքն էլ արտադրում էլի։ Ով է այդ։ Դրանով ավարտենք այսօրվա մեր հաղորդումը, սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք բիոքիմիկոս, գյուտարար Ռուդոլֆ Մելիքյանի հետ։